Սա Հայաստանն է, չափսերով փոքր, դրան զուգահեռ անչափելի ներուժ ունի։ Այստեղ ամեն քար մի պատմություն ունի, մի տուն է, մի դար է, մի սեր է, մի աշխարհ է։ Հայաստանը չի պատմվում։ Բայց այս ամենին գումարվում է մեկ կառույց, որը երևալու է Հայաստանի քարտեզի վրա ու Հայաստանի մասին մեկ երանգով ավելին է պատմելու աշխարհին։ Հայաստանի քարտեզի պատկերը փոխելու է Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությունը։ Հատիսի գագաթին է վերխոյանալու Հիսուս Քրիստոսի աշխարհում ամենաբարձր արձանը։ Հիշենք կորոնավարակի համաճարակ, 44-օրյա պատերազմ, մարդկային կյանքի կորուստներ ու առհասարակ կորուստների, պառակտումների շղթաներ նախորդել 2022-ին։ Եվ այդ շղթայի մեջ ծնվեց մի գաղափար, որն այդ ձախողումների շղթայի ուղեցրից դուրս էր։ Հայաստանին տալ նոր այցեքարտ, աշխարհին այլ կերպ պատմել Հայաստանի մասին, ստեղծել գաղափար, կառուցել մի վայր, որը Հայաստանի Հանրապետության համար է։ Մենք առաջի քրիստոնյա ազգը լինելով աշխարհում պետք է Հայաստանում ունենք Հիսուս Քրիստոսի արձանը։ 2022-ի հունվարին Գագիկ Ծառուկյանը ազդարարեց Հայաստանի ամենախոշոր կառույցի մասին։ Որոշման մասին հայտնեց ու խոստացավ։ Իր ու ընտանիքի սրտում ծնված գաղափարը պատկանելու է հայ ժողովրդին, Հայաստանում, Սփյուռքում, ինչպես նաև բոլոր քրիստոնյաներին։ Այն լինելու է ազգային կառույց, հավատքի եւ միասնության խորհրդանիշ։ Այնուհետև հայտարարվեց մրցույթ Քրիստոսի արձանը կառուցելու համար։ Ներկայացված 300-ից ավելի աշխատանքներից ընտրվել է 12 լավագույնը, ապա հանրային քվեարկությամբ եւ Հիսուս Քրիստոսի արձանի մրցութային հանձնախմբի ընտրությամբ որոշվել լավագույնը։ Հանրային քվեարկության արդյունքների եւ հանձնախմբի կողմից նշված արդյունքների համադրմամբ հաղթողը ճանաչվել Արմեն Սամվելյանը։ Կամաճարակ, պատերազմ, տնտեսական ճգնաժամ, այդ դեպքերից հետո ոնց որ մենք փոքրացած, խեղճացած, կոտրված, պարտված, ասելու բան չունենք աշխարհին։ Եվ ես որոշեցի էլ երկար մտածելուց հետո, որ մենք կարող ենք որպես աշխարհում առաջի քրիստոնյա որը պետականություն ունենք, մենք Քրիստոսի արձանը ունենանք, ասելու բան ունենանք, որպես ազգային վերածնունդի, ներքին հաշտության, համերաշխության խորհրդանիշի վերջո պետք է մեր մեջ այդ նախանձը, չարությունը, չկամությունը վերանա, կարողանանք գնահատել լավը, գեղեցիկը, ճիշտը, արդարացին, դա միայն մեզ հաջողություն բերելու։ Սա եղել նպատակ։ Երկար մտածել եմ, քննարկել եմ տարբեր մարդկանց հետ, եւ մեծամասնությունը իհարկե շատ դրական են արտահայտվել, իմ տանիքում եմ քննարկել, եւ ես որոշեցի դա անեմ։ Զովունիում գտնվող Արմեն Սամվելյանի արվեստանոցը հանրության ուշադրության կենտրոնում հայտնվեց։ Այդտեղ կերտվում էր Հիսուս Քրիստոսի արձանը։ Մի օր այդ արվեստանոցի դարպասներից դուրս մարդիկ տեսան անձեռակերտ մի կոթող, որի չափերը հնարավոր չէր թաքցնել աշխարհի ոչ մի քանդակագործի արվեստանոցում։ Համացանցում տարածված առաջին կադրերը միլիոնավոր դիտումներ ունեցան, որին հաջորդեց մարդկանց ու լրատվամիջոցների հոսքը դեպի արվեստանոց։ Պատճառը պարզ էր՝ րոպե առաջ տեսնել Փրկչի արձանը։ Կապույտ երկինք խոյացող սպիտակափար կոթողին ուշադիր նայում է Գագիկ Ծառուկյանը։ Գոհ հայացքում ասելիքները շատ են։ Լռում է։ Կրկին զննում արձանը, այն արձանը, որը միակն է աշխարհում եւ հենց իր երկրինն է։
Այս պատմական օրվանից մի քանի տարի անց Հայաստանում վեր կհառնի Փրկչի արձանը, որպես միաբանության, համախմբման, որպես հույսի եւ լույսի խորհրդանիշ։ Այսպես հայտարարեց Գագիկ Ծառուկյանը պատմական շինության մեկնարկի մասին 2022-ի հուլիսի 9-ին Հատիս լեռան գագաթին։ Շինարարության վայրը պատահական չէ։ Հայկական ինքնության աշխարհագրական սիրտն է Հատիսը։ Հատիսն աշխարհագրական կենտրոնն է հայոց քաղաքակրթության 3 մեծագույն խորհրդանիշերի՝ Արարատի, Արագածի եւ Սևանի։ Այստեղ հատվում են հայի հիշողության, ուժի եւ հավերժության պատկերները։ Հուշարձանի տեղադրումն այս կետում համալիրը վերածում է հայկական կյանքի բնական կենտրոնի, որտեղ ժողովրդի անցյալը եւ ապագան միավորվում են մեկ տարածքում։ Տղաս ինձ մի անգամ ասեց, որ Հադիս սարը նայում ենք ծովի մակերեսից 2500 մետր բարձր է։ Ամբողջ Երևանը երևում է, Մասիսը երևում է, Արագածը երևում է, հակառակ կողմը Սևանը երևում է, եթե մառախուղ չի լինում։ Ու տպավորվեց, որ այո, կարելի ենք հենց Հադիսի վրա դնենք։ Արձանը պատրաստ է, իսկ տեղակայման վայրում շինարարական աշխատանքները մեկնարկել են 2025-ին, օրենքով սահմանված բոլոր թույլտվությունները ստանալուց հետո։ Անցել է շուրջ 3.5 տարի։ Այժմ սա Հայաստանի ամենամեծ նախագիծն է։ Չափսերը դժվար է ասել։ Ամեն դեպքում պետք է շատ թարթես աչքերդ, որպեսզի հասցնես տեսնել շինհրապարակը։ Համալիրն իր մեջ ներառելու է թանգարան, հանգստի գոտիներ, ճոպանուղի, սննդի օբյեկտներ, խանութներ, գիշերակացի օբյեկտներ, իսկ մի անկյունում կառուցվելու է Նոյան տապանը։ «2025-ի սեպտեմբերին արվեստի գործիչներ, հեղինակավոր ու ճանաչված մարդիկ ականատեսը եղան Քրիստոսի արձանի եւ համալիրի շնորհանդեսին, որտեղ Գագիկ Ծառուկյանը խոսեց հանրության վերաբերմունքի մասին։ Դա ես անում եմ, մեծամասնությունը 98-99% կողմ է դրան։ Իսկ մնացածը ժամանակ արդեն ցույց կտա, թե ինչ լավ բան ենք անում ենք, եւ ճանաչելու համար, հզորության համար, սա պետք է լինի ազգային վերածննդի ներքին համերաշխության խորհրդանիշ։ Հենց Քրիստոսի արձանի կայքի շնորհանդեսի ժամանակ հայտարարվեց կամավորագրման միջոցով Հատիսում շինաշխատանքներին մասնակցելու պատմական իրադարձությանը մասնակից դառնալու հնարավորության մասին։ Բոլորիդ ուշադրությունն եմ ուզում հրավիրել կայքի այս բաժնի վրա, կամավորագրում։ Ես ուզում եմ, որ դա ազգային կառույց է, որ դա ազգովիեն կառույց է, ոչ թե Ծառուկյանը։ Դիմեցի ժողովրդին, որ ով կցանկանա կարող է գա մասնակցել աղոթքը շուրթերին, հույսով հավատով, գա բարձրանա, նպատակ պայի, մի քար դնի, մի ճյուղ դնի, իրեն համապատասխան մի աշխատանք կատարի, հավաստագիր կստանա, որ ինքը մասնակցել է այդ շինարարություն, եւ դա կլինի ազգային կառույց, ազգովիեն կառույցը։ Եվ հիմա երևի բոլորն էլ տեսնում են, որ արդեն հարյուրներով, հազարներով գալիս են արտասահմանից, տեղից, տարբեր տեղերից։ Քրիստոսի արձանի շնորհանդեսից օրեր անց հազարավոր հայեր Հայաստանից, Արցախից, Սփյուռքից ճանապարհ ընկան դեպի Հատիս, նրանցից յուրաքանչյուրն է ցանկանում պատմական շինարարությանը մասնակիցը դառնալ։ Եվ այդ կերպ է, որ արձանի տեղակայման աշխատանքներն ունենում են համազգային նշանակություն։ Հայաստանի անունը բարձր պահած մարզիկներ, հանրահայտ մտավորականներ, արվեստի գործիչներ, տարբեր մասնագիտություն ունեցող անձինք, քաղաքացիներ բարձրանում են Հատիս, համախմբված մեկ գաղափարի շուրջ, որը կոչվում է ազգային վերածնունդ։ Սա գաղափար է, որը համախմբում է, սա գաղափար է, որը չի պատկանում մեկ սերնդի։ Վկայությունը կամավորական աշխատանքներին մասնակիցների թիվն է, խանդավառությունը, գնահատականները, հույզերն ու ապրումները։ Հատիսի գագաթին պատվանդանի հիմքին զուգահեռ դրվում է նաև ազգային համախմբման ամուր հիմքը։ Անկեղծ ասած,
Ինձ համար շատ մեծ պատիվ է գտնվել այստեղ եւ մասնակցել այդ առաջի քարը դնելուն, բետոն լցնելուն եւ ինձ համար պատիվ էր, որ պարոն Ծառուկյանը խնդրեց, որ առաջինը ես լինեմ, այդ պատիվը ինձ արժանացրեց։ Ես ուզում եմ հույս հայտնել, որ այս հրաշալի հուշարձանը, Հիսուսի հուշարձանը կմիավորի մեր ժողովրդին։ Հրաշալի տեսարան աստեղ շատ sense հանգստություն կա, հզորություն կա, մի ուրիշ զգացողություն աստեղ շատ ճիշտ, շատ լավ վայր է ընտրված Աստծո արձանը կանգնեցնելու համար։ Գալիս են միլիոններ ժողովուրդ քրիստոնյա։ Հրաշալի բան է էսի շատ։ Սիրուն է հայրենիքը, սիրուն է, շատ լավն է։ Կուզեմ, որ այս ամեն ինչը մեր հայ ազգին բերի մեծ խաղաղություն, մեր բոլոր զինվորները ծառայեն անփորձանք, բոլոր մանուկները մեծանան խաղաղ երկնքի տակ։ Շատ հետաքրքիր օր է, վերջերս հիշում էի, որ Երևանյան լճի կառուցին եմ մասնակցել երևի 6-7 տարեկանում, հիմա 70 կինեմ եւ մի հատ շատ ավելի հզոր ինչ-որ աշխատանք ա դեմս կանգնած, որ չգիտեմ բառերս ինչպես արտահայտեմ, սա մեծ տոն է երևի մեզ համար, այս ծանր մեր օրերին, այս կառույցը մեզ մեծ հույս է ներշնչելու։ Տպավորությունները շատ մեծ են, բայց ավելի մեծ կլինեն եւ երբ որ ավարտվի այս ամենը, իրոք շատ լավ է քրիստոնյա ազգի համար այսպիսի մեծ բան ունենալը։ Քաղաքացիների չդադարող հոսքը հատիսլեր կամավորական աշխատանքներին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանող հայրենակիցների ոգևորությունը Քրիստոսի արձան ունենալու գաղափարի շուրջ համախմբում առիթ դարձան, որպեսզի Գագիկ Ծառուկյանը հանդես գա հատուկ ուղերձով, որտեղ ներկայացրեց իր ապրումներն ու պատկերացումները նախագծի շուրջ։ Քրիստոսի արձանը պարզապես քարե հուշարձան չէ։ Դա հայտ է նոր ազգային ապագայի համար, բաց բոլոր նրանց համար, ովքեր պատրաստ են մտածել երկրի ոչ թե տարաձայնությունների մասին։ Սա նոր ազգային կոնսոլիդացիայի կենտրոն է։ Հատիսը մեր ընդհանուր պատասխանն է աշխարհին։ Հայերը կարողանում են վերածնվել, ստեղծել եւ կառուցել երկիրը նույնիսկ ծանր փորձություններից հետո։ Հատիսը հայտարարում է. հայերը կարող են ստեղծագործել անգամ պարտությունների պահին։ Մենք կարողանում ենք կանգնել եւ կառուցել նոր իրականություն, հավատով եւ արժանապատվությամբ։ Ես եւ իմ ընտանիքը ներդնում ենք մեր ռեսուրսները։ Ես ամբողջությամբ ներգրավված եմ շինարարության մեջ։ Իմ օրվա մեծ մասն անցնում է շինարարների, բանվորների հետ, ու ես դրանով հպարտանում եմ։ Ես մեծ ուրախությամբ իմ աչքերով տեսա նոր իրականություն։ Այս արձանը կառուցում եմ ես, բայց այն չի պատկանում ինձ։ Այն արդեն հայ ժողովրդինն է։ Այն արդեն ազգային կառույց է։ Հայազգի անվանի ու վաստակավոր գործիչները եւս անմասն չեն Հայաստանում կատարվող այս իրադարձությունից։ Վաստակավոր արտիստ Սոֆի Դևոյանը հայազգի մասին իր բնորոշումն ունի։ Համախմբումն անհրաժեշտ է համարում, իսկ 1974-ին Ռիո դե Ժանեյրոյում փրկչի արձանի մոտ ծնված երազանքը ասում է իրականություն է դառնում։ Ես միշտ մտածում եմ, որ մենք հայերս իրոք շատ տաղանդավոր ազգ ենք, շատ տաղանդավոր։ Եվ մենք պետք է ամեն ինչ անենք, որ համախմբվենք։ Այս միասնականությունն է, որ մեր երկրին ուժ պիտի տա։ Ու կարծում եմ բոլորս պետք է այդ ուղղությամբ աշխատենք։ Ես մի փոքրիկ բան պատմեմ։ Շատ երիտասարդ էի, երբ Ռիո դե Ժանեյրոյում տեսա Քրիստոսի արձանը։ Ու մտքովս անցավ, տեսնես երբևէ այսպիսի մի բան մեր երկրում կլինի։ Անցան տարիներ։ Ու երբ ես իմացա, որ պարոն Ծառուկյանը այդպիսի նախագիծ ունի, չեք պատկերացնի ես ոնց ուրախացա։ Ուրախացա, որովհետև հասկացա, որ այդպիսի արձանը կփոխի մեր երկրի էներգետիկան։ Մարդկանց միգուցե կդարձնի ավելի բարի, մարդիկ պետք է շատ սիրով լինեն իրար նկատմամբ։ Այդ առումով մենք պետք է բոլորս փոխվենք։ Ու ես այնքան ուրախ եմ, ու ես անհամբեր սպասում եմ, երբ պետք է այդ արձանի բացումը լինի, որովհետև ես եղել եմ եւ պրեզենտացիայի, եւ շնորհավորել եմ պարոն Ծառուկյանին,
Գիտեք, ինչքան տուրիստներ կգան մեր երկիր, իսկ դա մեր երկրի համար շատ կարևոր բան է։ Բացի նրանից, որ ես վստահ եմ, որ յուրաքանչյուրս բարձրանալու ենք ամեն անգամ ու հաճույքով տեսնենք, թե ինչ գեղեցիկ արձան է մեր Քրիստոսը։ Ես ցանկանում եմ, որ թող մեր ազգը միշտ լավատես լինի, թող մեր ազգը հպարտանա այն մարդկանցով, ովքեր մեծ գործեր են անում մեր հայրենիքի համար, մեր երկրի համար։ Յուրաքանչյուր մարդը պետք է իրենից հետո ինչ-որ մի բան թողնի։ Արեթից օգտվելով ես մեկ անգամ ևս շնորհավորում եմ, որ պարոն Ծառուկյանի մտքով այդպիսի հրաշալի մի նախագիծ անցավ ու ինքը դա իրականացրեց ու արեց բոլորիս համար։ Բեմադրիչ, արվեստի վաստակավոր գործիչ Հակոբ Ղազանչյանը կարծում է, որ արձանը պատվաբեր է Հայաստանի հայ ժողովրդի ու պետականության համար, կնպաստի գրավել աշխարհի ուշադրություն այս փոքր երկրի վրա։ Գագիկ Ծառուկյանը, որի բարեգործությունը սահմաններ չունի եւ միշտ եղել է առաջատարը իր ոլորտում, մտածեց այս հանդուգն գաղափարը Քրիստոսի արձանը կանգնեցնելու գաղափարը, իմանալով հանդերձ, որ հենց սկզբից կարող է միանշանակ չընդունվել այդ ծրագիրը, բայց այնուամենայնիվ սկզբունքայինորեն նա առաջ տարավ իր մտածածը եւ շուտով մենք կունենանք այդ հոյակերտ արձանը, մենք շուտով կունենանք այդ հրաշք արձանը, ես կարծում եմ, որ բավական պատվաբեր Հայաստանի համար, հայ ժողովրդի համար, հայ պետականության համար, հետաքրքրություն առաջացնող ամբողջ աշխարհում իհարկե նաև հարկավոր է նման գլոբալ, նման հանդուգն ծրագրերով նաև գրավել աշխարհի ուշադրությունը, գրավել մարդկության ուշադրությունը այս մի փոքր հողի վրա, որում մենք ապրում ենք, որը կոչվում է Հայաստան, եւ ես կասկած չունեմ, որ այդ հոյակերտ արձանը, ինչպես որ մտածվել է ի սկզբանե կլինի մեր ժողովրդի միասնության, համերաշխության խորհրդանիշը, ինչի կարիքը այսօր առավել քան ունենք։ Քրիստոսի արձանը կդառնա նաև Հայաստանի այցեքարտը, մենք այսպես թե այնպես շատ բան ունենք աշխարհին ցույց տալու եւ այս մեկը կավելանա, այս հրաշալի կոթողը կավելանա։ Ես ուզում եմ ուղղակի շնորհավորել բոլորիս այս հրաշալի կոթողի համար։ Կոմիտասին ու Հայաստանն աշխարհին ճանաչելի դարձրած Արաքս Մանսուրյանը վստահ է, մեր երկրին ճանաչում բերելու է նաև Քրիստոսի արձանը։ Օպերային երգչուհին առանձնահատուկ վերաբերմունք ունի Քրիստոսի արձանի գաղափարի հանդեպ։ Ուրախ եմ, որ այսօր Հայաստանում եմ գտնվում եւ շատ ուրախ եմ, որ վերադարձել եմ տուն։ Քրիստոսի արձանի ծնունդը պիտի իր շուրջ հավաքի հայ ժողովրդին եւ առասարակ մարդկությանը ավելի հավատ ներշնչելու եւ ավելի մոտենալու Աստծուն։ Սա արդեն ինքնին մեծ հրաշք գործ կլինի, դրական արդյունք պիտի ունենա մեր ժողովրդի համար։ Գաղափարը շատ գեղեցիկ է եւ անհամբեր սպասում եմ Հիսուսի, մեր Քրիստոսի արձանի բացմանը։ Համայն հայությանը հետաքրքրող հարցին, թե երբ կտեղակայվի արձանը, Գագիկ Ծառուկյանն ասում է, որ շինարարական աշխատանքներն անգամ ձմռան ցրտին չեն դադարում եւ նշում է հավանական ժամկետների մասին։ Հիմա այսօր ամբողջ աշխարհն է սպասում, բացմանը որ գա։ Ես ուզում եմ մի ժամ շուտ, բայց ես ոչ թե ուզում եմ արագ, այլ որակյալ, որ հզոր լինի եւ գեղեցիկ լինի, ամենա լինի։ Գիշեր-ցերեկ աշխատում են, հիմա էլ են աշխատում։ Իսկ ժամանակը կարող է 26 թվականի աշնանա։ Եթե 26 թվականի աշնան չեղավ, ուրեմն 27-ին անպայման ամռանը բացումը կանենք։
Նպատակի վերջնարդյունքին արագ հասնելու եւ մարդկանց սպասումի ժամկետը նվազեցնելու նպատակով Գագիկ Ծառուկյանը հնարավորինն է անում, որպեսզի հատիսում, չնայած դեկտեմբերի նախավերջին օրվա սառնամանիքին, շինարարությունը չդադարի։ Ցուրտ, բուկ, սառնամանիք եւ հյուսվող կամարներ, զարդանախշ սյուներ հատիսում։ Հայկականից մինչև միջազգային մամուլ ընդհուպ գերմանական շպիգել պարբերականը Գագիկ Ծառուկյանին հարցնում են մեգանախագծի ծախսերի մասին, բայց նա այդ մասին չի խոսում, այլ կարևորում է փաստը, որ աշխարհի տարբեր երկրներից գալու են ու տեսնեն, թե ինչպիսինն է հայ ազգը։ Ծախսերը, որ ճիշտ նպատակին Աստծո կամոք ամեն ինչ անսպասելի լինում է, ասենք դու պատկերացրու այդ բարձրության վրա աշխատանքները գնում է, որ ես չեմ էլ զգում ինքը իրան գնում այդ փոց, ազնությամբ եմ ասում։ Ես չեմ նեղվում, այլ հակառակը ես հիանում եմ իմ բռնած գործից, իմ գաղափարից, իմ ծրագրից եւ մեր ժողովրդի այդ ողջավորվածությունից հիացած եմ։ Գագիկ Ծառուկյանն առանձնակի հպարտությամբ է նշում, որ այն ինչ լինելու է Հայաստանում, երկիր մոլորակի ոչ մի քարտեզի վրա չկա։ Հպարտանում է, որ այս քանդակով աշխարհը եւս մեկ դրական բնութագիր է տալու հային։ Դա ոչ մի տեղ չկա, ոչ մեկը չկա։ Դա միայն հայերը կարող են ու ամբողջ աշխարհը գգա կտեսնի, որ հայ ազգը տաղանդավոր աշխատող, ստեղծագործ ժողովուրդ է։ Քրիստոսի արձանը դառնում է Հայաստանի միջազգային խորհրդանիշ որպես ստեղծելու եւ կառուցելու ունակ պետության, հոգեվոր մշակույթի պահապանի եւ խաղաղարար առաքելության կրողի, ժողովրդի, որը սպառնալիքների եւ ճնշումների պայմաններում էլ աշխարհին բերում է լույս եւ հումանիզմ։ Սա երկրի նոր այցեքարտն է, Հայաստանի, որը կանգնած է խաչի կողքին եւ խոսում է ստեղծագործության, ոչ թե պարտությունների լեզվով։ Գագիկ Ծառուկյանը Հայաստանի հորիզոնում կերտում է մի պատկեր, որը պատկանելու է սերունդներին եւ այդ արձանը Հայաստանի Հանրապետությանն է։ Մի օր ձեր տան բացվող պատուհանից կերևա Հայաստանը գրկած Հիսուս Քրիստոսի արձանը եւ դուք աշխարհասփյուր հայերի կհրավիրեք տուն, որպեսզի տեսնեն հայկական լեռնաշխարհի հրաշալիքը։